Բարև ձեզ, կրկնական շնորհակալություն Հայելի ակումբին եւ Անժելա Թովմասյանին այս հնարավորությունը ընձեռելու համար։ Իհարկե ասելիք կա, օրակարգը բավականին խիտ է, խտացված է։ Ես կփորձեմ անդրադառնալ 3 հարցի, բնականաբար առաջինը դա այն ինչ որ կատարվում է մեր տարածաշրջանում, այս տանդեմի նկատի ունեմ Իսրայել-Ամերիկա եւ Իրանի հակամարտությանն է վերաբերում, մյուս թեման բնականաբար կանրադառնամ այդ Մոսկվյան հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի եւ երրորդ թեման վերջին ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը լրագրողի հարցին ի պատասխան անդրադարձավ նաեւ իմ անձին, կփորձեմ անդրադառնալ նաեւ այդ հարցին։ Իհարկե, այնինչ կատարվում է այսօր այս ճակատում, այս ռազմական բախում անվանենք այստեղ, ռեգիոնալ, նա արդեն պետք է ասել, որ վաղուց դուրս է եկել այդ տարածաշրջանային այդ շրջանակից, տարածաշրջանից եւ այսօր ավելի շատ այդ հակամարտությունը ռազմական բախումից դուրս գալով տարածաշրջանային այն վերածվել է գլոբալ տնտեսական եւ լոգիստիկ համակարգի վերադասավորումների։ Դա է այսօր կատարվում տարածաշրջանում եւ համաշխարհային մասշտաբով այսօր այնինչ կատարվում է, որևէ մեկը չի կարող ենթադրել ինչով կավարտի, եթե նկատի ունենանք, որ երկու կողմերն էլ, հատկապես Իրանի Իսլամական Հանրապետությունը, իրենք այս բառը պետք է օգտագործեմ, գնում են վաբանկ։ Ամերիկան էլ երբեմն խոսում է վաբանկ գնալու մասին, բայց բոլոր դեպքերում սա համաշխարհային չարիք է դառնալու, ընդհանրապես մեր կարծում եմ մոլորակի համար, եթե ժամանակին չկանգնեցվի այն, ինչ այսօր տեղի ունենում։ Եվ բնականաբար Հայաստանը պետք է դիտել, որ տարածաշրջանի այսպես ռազմավարական նշանակության աշխարհագրական դիրք ունի եւ նկատի ունենալով զարգացումները պետք է նաեւ ասել, որ նկատի ունենալ, որ մեր նման փոքր պետություն է, կրկնում եմ, որը ունի ռազմավարական նշանակություն իր աշխարհակաղակական դիրքը, կարող է եւ օգտվել ստեղծված վիճակից, կարող է ընդհակառակը զոհ դառնալ այս ռազմական բախման։ Ինչ կանի Հայաստանը։ Առաջ կարող եմ ասել հետեւյալը, որ քանի դեռ մենք ունենք մի ղեկավարություն կամ ավելի ճիշտ մի ղեկավար, որին ենթարկվում է ամբողջ բոլոր կառույցները, եթե դրանք կան, այսօր նա անվստահելի է դարձել բոլորի համար։ Քիչ հետո իհարկե ես կանրադառնամ նաև Մոսկովյան հանդիպմանը, նա այսօր նաև անվստահելի է դարձել իր այսօրվա դաշնակիցների համար եւ ունենալ այդպիսի ղեկավար եւ մտածել, որ կարող է ինչ-որ դրական բան ստանալ դրանից մեր պետությունը այս զարգացումների մեջ դժվար է ենթադրել, որ դա կլինի։ Ասեմ, որ Ամերիկան նախորդ հաղորդումների ժամանակ կամ գրառումներով նշել են, որ Ամերիկան սա իր պատմության ամենասև էջերից մեկն է լինելու։ Անկախ ձևակերպումներին, թե ինչի համար սկսվեց այս ամեն ինչը, դա ըստ էության պետական տերոր էր Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ։ Միայն այն փաստը, որ հենց առաջի օրը գնդակոծվեց երեխաների այդ հանգրվանը, որտեղ զոհվեցին միանգամից 165 երեխա, այնուհետև երբ սկսեց ամերիկան կողմը սկսեց ոչնչացնել, սպանել ղեկավարությանը, հաշվի չառնելով, որ նրանց, այսինքն նրանց հետ միասին սպանվում էին նրանց ընտանիքի անդամները, թոռ, կին, երեխա, հարց, փեսա եւ այլն, ով կարող է լուրջ ընդունել, որ սա ժողովրդավարական մոտեցում է ինչ-որ հարցեր լուծելու համար։ Պրոստը ուղղակի պետք է առհամարել այն, ինչ ասվում է ժողովրդավարության մասին, եթե ժողովրդավարության քայլերը տանում են դեպի այդտեղ, դեպի երեխաների սպանդ։ Ես չեմ կարծում, որ Մոսադը չուներ, այսինքն տեղեկություն, թե որ ռմբակոծվում է այդ շենքը, այդտեղ ովքեր են ապրում, ոչ ամեն ինչ միտումնավոր է արված։ Չերկարացնեմ, պետք է ասեմ, որ Ամերիկան այսօր միայնակ է կարծես թե մնացել, եթե հիշում եք նա Թրամփը դժգոհեց նույնիսկ ՆԱՏՕ-ին, որ իրեն տեր չկանգնեցին, իրեն կողքից չկանգնեցին, Մեծ Բրիտանիան, որ ցանկացած քայլ երբ նախաձեռնում էր Ամերիկան, մի անգամից 5 րոպե հետո հայտարարում էր եւ նրա կողքին էր կանգնում, այսօր ընդհանրապես անտեսել է նրա այն ինչ որ արվում է Ամերիկայի կողմից, եթե հիշում եք նույնիսկ Մակրոնին, այսպես հոխորտած Թրամփը, որ քեզ քիչ ժամանակ է մնացել, որ մնաս այդտեղ, չեմ ասում եվրոպական տերությունների
Իսկ Իսպանիայի վարչապետը գիտեք, այսօր դարձել է խորհրդանիշ, որը իր պահվածքով ցույց է տալիս, որ դեմ է այն ամեն ինչին, ինչ կատարում է Ամերիկայի կողմից, դիտելով, որ դա իսկապես տերոր է Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ։ Ես չեմ կարծում, որ այսօր մեկը կարող է իր վրա պատասխանատվություն վերցնել եւ ասել, թե ինչով կավարտվի այս մոլորակին ողբերգություն բերած այս ռազմական բախումը, բայց մի բան կարող եմ ասել, եթե իսկապես այն, որ Ամերիկան ասում է, որ պետք է ցամաքային ներխուժում կատարի Իրանի տարածք, այդ կղզիներ, երևի գիտեք ինչ մասին է խոսքը, դա իսկապես արահվիրք կլինի։ Եվ պետք է ասել նաև, ես բոլոր դեպքերում չեմ հիշում այս վերջին շրջանում, որ իսլամի երկու տարբեր թևերը, սյուն եւ շիա թևերը, որ կարող էին համախմբվել։ Արդեն այդ համախմբման process-ն է գնում իսլամական աշխարհի, որը ըստեյության դեմ է այն ամենին, ինչ արվում է Ամերիկայի կողմից։ Իհարկե, այստեղ պետք է մի շատ կարևոր հանգամանք նկատի ունենալ, որ Էրդողանը ցանկանում է, այսինքն որ ցույց տա, որ ինքն է այդ քավորը այդ համախմբման, արաբական աշխարհում արդեն որոշ քայլեր են կատարվում, որոշ շեշտադրումներ են արվում, թող մասնագետները դրան լրջորեն անդրադառնան, բայց դա հարց է, որ իսկապես կարիք ունի լուրջ ուսումնասիրման։ Բոլոր դեպքերում այնինչ վերաբերում է մեզ այս բախման հետ կապված այս խաղաղություն կոչված բլեֆը, որը պայմանավորված է տրիպով, պատկերացրեք, եթե տրիպը այսօր արդեն իրականացված լինել, իսկ Ամերիկան հաստատ կունենա ռազմական բազա, ապա կարժանանար այն բախտին, ինչին արժանանում են այսօր մի շարք պետություններ, որոնք կարծես թե իրենց անվտանգության համար համաձայնվել էին, գուցե խնդրել էին, որ Ամերիկան ունենար այդ տարածքներում ռազմական բազա, այսօր այդ ռազմական բազաները փորձանք են դարձել այդ պետությունների համար եւ իսկապես մեծ զոհեր եւ կորուստներ են կրում, առնվազն եկեք հիշենք Արաբական Միացյալ Հանրապետության, թե ինչ է հանրապետությունը, ինչ վիճակում է այսօր հայտնվել կամ Քուվեյթը եւ մյուսները։ Ուզում ասել, որ այն ինչ որ այսօր կատարվում է, դժվար է ասել ինչով կավարտվի, միաժամանակ պետք է նշել, որ իսկապես աշխարհը նոր կառուցվածքի է գալիս, ինչպեսին կլինի այդ կառուցվածքը դժվար է ասել, բայց նաև որ գերտերությունների, այսպես այդ շրջանակ, այդ լանդշաֆտը Ամերիկան իդեմս Ամերիկայի պետք է ասել, որ ինչ որ որոշակի փոփոխություններ է կրելու, ես կարծում եմ դրան բոլոր դեպքերում գոնե իմ սուբյեկտիվ կարծիքն այն է, որ վերադասավորումներ այդ առումով լինելու են։ Հիմա անդրադառնանք վերջերս մի քանի օր առաջ կամ 2 օր առաջ Մոսկվայում կայացած տեղի ունեցած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի։ Նախ եկեք հարցնենք, նախ պետք է այս հարցադրումը ունենա ճիշտ պատասխան։ Ինչու էր նախաձեռնել այս նախաձեռնությունը պատկանում էր Նիկոլ Փաշինյանի եւ պետք է հասկանալ ինչու էր ինքը նախաձեռնել այս հանդիպումը։ Ինչպես ռուսական թերթերից մեկը կարծեմ Պրավդան նշեց, թթվածին էր ուզում ստանալ Ռուսաստանից, ուզում էր թթվածին ստանալ Պուտինից։ Բայց հետագայում այդ նույն ուրեմն լրատվամիջոցը նշեց, որ չստացավ այդ թթվածինը։ Ավելին հայության համար Հայաստանի եւ առավել եւս բնականաբար Նիկոլ Փաշինյանի համար բավականին լուրջ եւ ակնկալիքները չարտահայտող հանդիպում էր դա։ Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը վերադարձավ Հայաստան եւ կարծեմ մամլոասիլի ժամանակ էր ասած, որ հաջող հաղորդում էր, այնինչ ուզում էինք ստանալ ստացանք եւ օրինակ է բերում, որ ասենք Բալշոյ թեատրի կարողացան իրենք պայմանավորվել, որ գան Հայաստան եւ բալետի առումով դասընթացներ անցկացնեն եւ այլն։ Հասկանալի է, որ նա ոչինչ չէր կարող դրականը նշել։ Բայց ինչ արեց Վլադիմիր Պուտինը։ Իմիջիայլոց ես չեմ հիշում, որ այդքան երկար ամբողջությամբ տևեցին այդ հանդիպման ընթացքը, 23 րոպե տևեց։ Դա գոնե այն չափով իշ չափով որ բաց հանդիպումներ, դրանպես դիվանագիտական պրոտոկոլում այդպես չի լինում, այսինքն ընդհանուր խոսքերով ինչ որ ձևակերպումներ են, հիմնական մասելիքը դա հետո տետատետ հանդիպման ժամանակ, փակ հանդիպումների ժամանակ Ես չգիտեմ, իհարկե դրանից հետո փակ հանդիպում եղել է Վլադիմիր Պուտինը հրավիրեց միասին որ ճաշեն, չգիտեմ այդ հանդիպումից հետո ախորժակ կմնար Նիկոլ Փաշինյանին, չնայած ինքը միշտ ախորժակ ունի, բայց այդուհանդերձ, եթե ավելի լուրջ բոլոր հարցերը, որոնք ուզում են մեզանից յուրաքանչյուրին, այդ 23 րոպեների ընթացքում շոշափվեցին բոլոր հարցերը։ Տնտեսության, անվտանգության, քաղաքական զարգացումների, Տրամպի հետ կապը, տրիպի հետ կապված, հայ-ադրբեջանական
հարաբերությունների հետ կապված, Արցախի, Ղարաբաղի հետ կապված բոլոր հարցերը կարճ խմբագրված ձևակերպումներով, որ բոլոր հարցերին անդրադարձ եղան։ Եվ այստեղ ամենակարևորը, որ ինչ էր զգացում, շատ ինքնավստահ էր Պուտինը խոսում, հասկացնում էր, որ քեզանից որևէ ակնկալիք չունեմ, որովհետև դու անվստահելի ես։ Իդեպ, եթե ուշադրություն դարձրեցիք, մինչև հանդիպումը ռուսական հիմնական հեռուստակայանները, այսինքն NTV-ն, ես նկատի ունեմ, ռուսական երկրորդ ալիքը Mir հեռուստաընկերությունը, բոլորը նախապես ասում էին ասացին այդ հանդիպման մասին եւ գրոտեսկային շեշտադրումներով էին անդրադառնում Նիկոլ Փաշինյանի կերպարին, իսկ NTV-ն բավականին երկար մի ռեպորտաժ տվեց, ներկայացրեց, որ դու անվստահելի ես ոչ մենակ Ռուսաստանի համար, այլ քո մյուս այսօրվա պարտներների համար եւ ինչ որ այսպես առանցին պատկերներ էր ցույց տալիս, ներողություն, բայց պետք է ասեմ, այն կապիկություններ էր, որ անում, ասենք, ազգային ժողովի ամբիոնի մոտ, չգիտեմ, այդ կուկուրուզ էր ուտում, այն ազգային ժողովի նախագահի հետ կարգ եւ այլն, ու շատ կերպարը ներկայացնում էր, որ դու ոչ մի բանի պիտանի չես եւ դու գալիս ես Ռուսաստան, ինչ որ բան մուրալու, բայց մենք քեզ չենք վստահում։ Այդ ամեն ինչը մի քիչ դիվանագիտական լեզվով ասած նաեւ Պուտինը։ Այս բոլորը անդրադարձել են դրան, բայց իսկապես 3 անգամ ավելի էժան գնով է գազը մեզ տալիս, որպես դաշնակից, ռազմավարական դաշնակից, եթե ասած եվրոպաներին 600,000 քառակուսի, ուրեմն խորանարդ մետր գազի համար $600 էր, ուրեմն պահանջվում, մեզ 177 թե 178 դոլարով էր այդ գազի այդ չափաբաժինը մեզ տրվում եւ չթաքցվեց, ասես նկատի ունեցեք, որ սա ունենք մեր օրակարգում, եթե որոշ հարցեր չճշտվի, մեջ կա շանտաժ, գուցե թե դիտել որ կա, բայց կա նաև իրականություն, որ եթե դու ԵՄ ես գնում, հա, իմանալով անդերձ, որ հակառակ բևեռում է գտնում ԵԱՏՄ-ն եւ Մաքսային միությունը, ուրեմն պետք է նկատի ունենալ, որ պետք է խաղի այն կանոններով, ինչը ընդունված է, շատ աքսիոմիկ, տրամաբանական մոտեցում է, որ կար, բայց ցավալին գիտեք որն էր, որ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է, որ առայժմ ստացվում է համադրել եւ ԵԱՏՄ-ն եւ Եվրոմիությունը առայժմ ստացվում է, որ պահի որ տեսանք չի ստացվում, արդեն կորոշենք ինչ անենք։ Կներեք, այդ ամբողջ ընթացքում ես որ նայում եմ այդ ռեպորտաժը, որ տրվում է, այսպես գավառական աֆերիստի տպավորություն էր թվում եւ իրեն թվում է, եթե այդ գավառական աֆերիստությունը իր այդ քայլարածների համայնքում հասնում է, իրեն թվում է, թե այդ աշխարհի մեծերը չեն հասկանում, այս պրիմիտիվ այդ աֆերիստությունը չեն հասկանում եւ Պուտինը դրանից հետո ես ընթերցեցի, կարդացի փոխվարչապետ Օվերչուկի ուրեմն հարցազրույցը, ինքը մի քիչ ավելի շատ ագրեսիվ տոնով եւ ճշգրիտ բայց շատ ճշգրիտ անկեղծ ասում է, որ նկատի ունեցի, որ եթե շարունակես այն պահվածքը, որ դու հիմա ունես, կարող է ընդհանրապես մուտքը, ձեր ապրանքների մուտքը Ռուսաստան արգելվի։ Ուրեմն խաղի կանոնները պետք է ճշտվի կամ մենք չենք եկել, ընդ որում երկուսն էլ եւ Վլադիմիր Պուտինը իր հանդիպման ժամանակ ընդհանրապես Լավրովն էր ժամանակին ասում եւ Օվերչուկը իր խոսքում ասաց, որ մենք քեզանից ոչ մի ակնկալիք չունենք, որտեղ չենք վստահում քեզ։ Ճիշտ է, դրվում է գծում է որպես ստրատեգիական պարտներ, ռազմավարական, բայց դու քո պապասկով ստիպել ես, որ մենք քեզ չհավատանք, դու անվստահել ես։ Այս նույնը նաև զգացում է արևմուտքի կողմից, ինչու, որովհետև ի վերջո այս հարցը մի քիչ կիսատ մնաց, թե ինչու նախաձեռնեց այդ հանդիպումը Պուտինի հետ, ինքը տեսավ արդեն, տեսավ, որ Ամերիկան, որը պետք է դառնա երաշխավոր այս խաղաղություն կոչված այս բլեֆի, տրիպի, այսպես կոչված հիմնական տրիպով էր, չէ, պայմանավորում խաղաղությունը, չէ, կարծես թե Ամերիկան պարտություն է կրում, եթե լավ Մաքսիմում Ամերիկան չի ախտում այս հակադրության մեջ, չի ախտում եւ հասկացավ, որ իրեն նոր տեր է պետք կամ ավելի ճիշտ վերադառնալ հին տիրոջ մոտ եւ գնաց կարծես թե Պուտինին ասելով, որ նայ ես եկել եմ քեզ մոտ, եկել եմ որ դից տեր կանգնես առավել եւս առաջկա ընտրություններում, այդ ինչ որ ասում են, հետո կանրադառնամ բլեֆ է, սուտ է, կներեք այս բառի համար, ինքը գնացել էր դրա համար, այլապես ինչու էր նախաձեռնել այս հանդիպումը Բայց կրկնում եմ Պուտինը պարզ ասաց, որ եղբայր, չէ, եղբայրը շատ է։ Լավ, Նիկոլ Փաշինյան, դու անվստահելի ես, մենք քեզ չենք վստահում, եւ ասաց նաեւ քեզանից ոչինչ չեմ պահանջում, ուղղակի իմացի, որ դու կարող ես քո պետությունը ծայրահեղ վատ վիճակում բերես, գոնե տնտեսական առումով,
ինչի մասին քիչ առաջ խոսեցինք։ Ինչպես նաև գիտեք, այս երկաթգծի հետ կապված 12 կիլոմետրի հետ կապված հայկական կողմը դիմել էր Ռուսաստանին, որպեսզի վերանորոգեն այդ 12 կիլոմետրը, մտածելով, որտեղ ծրագիրը այն գլխից երևում էր, մտածելով, որ Ռուսաստանը ծանր պայմաններում է գտնվում, նկատի ունենալով նախ եւ առաջ ռուս-ուկրաինական այս պատերազմը, որ կհրաժարվի եւ իրենք կգնան իրենց ծրագրի հետևից, որի հիմնական տերը Թուրքիան է։ Մեկ էլ պարզվեց, որ Ռուսաստանը ասաց, որ լավ, կանենք մենք վերանորոգենք, բայց միևնույն է իրենք էլի շարունակեցին, որ այդ պայմանագիր կարելի է կապել Ղազախստանի հետ, որ Ղազախստանը այդ վերանորոգումը իրականացնի, իսկ կարծում եմ ովքեր հետևում են տարածաշրջանային եւ ընդհանրապես գլոբալ առումով քաղաքական զարգացումներին, բացառիկ ջերմ հարաբերություններ ձևավորվել Ղազախստանի եւ Թուրքիայի միջեւ, այսինքն այսպես Ղազախստանի միջոցով Թուրքիան ուզում էր ձեռքը շատ է կարևորում Թուրքիան, որպեսզի այդ երկաթգիծը իր ենթակայության տակ պահի, ուզում էին վերցնել։ Մի խոսքով Ռուսաստանը ասեց ոչ, հասկացել որ հասկանում եմ ինչ եք անում, բացառվում է եւ ընդհանրապես այդ մասին չխոսեք, որտեղ մենք պայմանագիր ունենք, մենք մեր պայմանագրի տերն ենք։ Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ բացարձակապես ինչքան էլ ցանկանա, Ռուսաստանը ինքնավստահ է այսօր գործում եւ կանի այն, ինչ որ պայմանագրերով, կրկնում, պայմանագրերով պետք է իրականացվի։ Այս առումով Ռուսաստանը բավականին ես չեմ հիշում նաև դիվանագիտական աշխատանքի եմ եղել երկար ժամանակ այդքան երկար պատգամավոր, ես չեմ հիշում այդպիսի բաց տեքստով հանդիպում։ Իհարկե տարբեր մեկնաբանություններ եղան, շատ բնական էր, որ Արամ Սարգսյանը պետք է մի անգամից ասեր, որ ինչ լավ էր, որ գնաց եւ ասաց մենք քո ստրուկը չենք, քո ենթական չենք, չգիտեմ ինչ, ես կարդում էի, լսում էի իրեն, պարտավոր եմ լսել չուզենալով անդերձ, ոչինչ, մենք կարևորը մի քիչ էլ թող մրսենք, թող ինչ որ թանկություններ լինեն, բայց մենք այս ստրկությունից ազատվենք, չէ, Արամ անցյալ անգամ ասեցի քեզ խնայել եմ։ Դու հիշում ես 2000 թվին, որ գնացել էիր նախագահից Թաքուն 2000 թիվ, կարծեմ հունվար թե փետրվար։ Նախագահից Թաքուն գնացել էիր, որ հանդիպեիր Պուտինին, չգիտեմ, հանդիպեցիր թե հեռախոսազրույց ընդամենը ունեցար, որտեղ ոչ ոք չգիտեր այդ մասին, թե ինչ ես գնացել Ռուսաստան, գնացել էիր մի բանի, մի խնդրանքով։ Այդ խնդրանքի տերերը Վահան Իշխանյան, Անդրանիկ Քոչարյան, են Վաղարշակ Հարությունյան, Գագիկ Ջահանգիրյան, էլի մեր կողքի, պիտի գնացել էիր, որպեսզի եւ այդպես էլ արել ես, որպեսզի Վլադիմիր Պուտինին ապացուցեիր, որ մենք ենք քո իսկական պարտները, մենք ենք իսկական ռուսամետ, այս Ռոբերտ Քոչարյանը իր թիմով ցույց է տալիս, բայց ինքը ձերը չի։ Հետո որ արդեն նշանակվեցի գլխավոր հյուպատոս, մի քիչ իրենց խոհանոց հետ ծանոթացա, մի քիչ մտերմացա, գրոտեսկային շեշտադրումներ եմ խոսում, թե դու ինչ ես այնտեղ արել, թե ինչպես են ծիծաղել քեզ վրա։ Հիմա այնպիսի մի բան ես դարձել, հակառուս, այնպիսի մի արևմտամետ, որ ծիծաղել է, անցյալ անգամ ասացի եւ կրկնում եմ, այդ պոլիտիկանտությունից դուրս ալի, Արամ։ Առավել եւս մի մարդու հետ ես դու գնացել, փաթաթվել ես մեկին, որը իսկապես ներողություն եղբորը անվան վրա իր ոտքերը մաքրել է Վազգենի վրա, էլ չի հիշացնում, թե ինչ է գրել Վազգենի մասին եւ ինչպես են Վազգենի թիկնապահները պատասխանել իր մարմնի հետ, ինչպես են վարվել Նիկոլ Փաշինյանի մարմնի հետ, ինչպես են վարվել այդ թիկնապահները Վազգենի։ Բոլոր դեպքերում, իհարկե, այստեղ ասեմ, Վազգենի մասին իմ մոտեցումները այսպես միանշանակ չի, Վազգենի ես միշտ դիտել եմ մեր պատմության լավագույն ռազմական գործիչներից մեկը, եթե ոչ լավագույնը, որպես սպառապետ, մինչև այն պահը, քանի դեռ իր հետ բերած այդ ամբիցիան, որ իշխանությունները չօգտագործեց եւ չասաց, որ դու այս պետության տերն ես, պետք է ընտրություններին տեր կանգնես, իսկ ինքը ուժային լծակների ղեկավարների հետ նստած գլխավոր դատախազ հայտարարեց, չէ, հիշում եք, 100% ձայնավակեք ձեզ իշխանություն տվող չկար, որով սղոցվեց մեր պետության հետագա զարգացումը գոնե օրինական օրենքի դաշտում։ Սա ուրիշ թեմա է, ուզում եմ ասել, բայց բոլոր դեպքերում Վազգենը մնում է Վազգեն եւ Վազգենով դու մտել ես քաղաքականության մեջ եւ այսօր դու այդպես ես քեզ պահում։ Եվ միայն Երևանի ավագանում քո կեցվածքը բավական է, քո թիմի կեցվածքը բավական է հասկանալ, որ այս պետության համար շատ վտանգավոր, շատ ստորագրություն ունեք, շատ վտանգավոր ստորագրություն ունեք։ Չերկարացնեմ, բոլոր դեպքերում այսօր ունենք մի իրավիճակ, որ շատ հստակ է հայ-ռուսական հարաբերություններում ով է խանգարում, հայ-ամերիկյան հարաբերություններում ով է ամստայլու, ով է խանգարում եւ ինչ է սպասվում Հայաստանին, մեր ժողովրդին, եթե շարունակվի
իր վերարտադրությունը հունիսի 7-ին։ Իհարկե քիչ հետո կանադառնամ մի երկու խոսքով դրան, բայց այդ անդերձ ես կարծում եմ, որ մեր ժողովրդի հավաքական միտքը կարծում եմ ճիշտ կարող է գնահատական տալու մեծ գործ ունի եւ ինչ պետք է անել, որպեսզի այս ծայրահեղ ծանր վիճակից մեր պետությունը դուրս գա։ Գիտեք, չեմ կարող չանդրադառնալ նաեւ եկեղեցիում կատարվածին, բայց երկու նախադասությամբ պետք է անդրադառնամ։ Ես այսպես եմ հասկանում, եթե պատարակ է, պետք է գնաս պատարակ լսելու, եւ բոլորը այնտեղ հավասար են, կապ չունի վարչապետ, հասարակ քաղաքացի, մանկավարժ, 10 տարեկան երեխա, նոր ամուսնացած, կապ չունի։ Ուշացած գնում ես։ Լավ, գնացիր, մի անկյուն կկանգնեմ, պատարագին կմասնակցեմ, կապրեմ այդ պահը, դուրս կգամ, կգնամ։ Ես օրինակ գնացել էի Գյումրի, այնտեղ ուզում էի անպայման տեսնել Միքայել Սրբազանին, որ ինչ շատ բարձր եմ գնահատում, ուշ էի գնացել, մի անկյուն գտա, կանգնեցի, մինչև ավարտվեց եւ այլն, այսինքն չես կարող, իսկ դու գնացել ես, ուշ գնացել ես, գնում ես դեպի խորան, լիքը պրկված այդ սրահում, գնում ես խորան եւ մարդկանց հրելով, բրթելով գնում ես, երիկ չի, հետո էլ դեռ պատարակը չվերջացած դուրս ես գալիս, էլի շարունակում ես մարդկանց հրել, այսինքն թիկնապաներով են ազգային ժողովի նախագահ կոչվածն հետևից այդպես վիզը քարշ տալով այսպես գալիս է։ Ես ծանոթացա այդ երեխայի ընտանիքին, այդ երեխայի եմ ասում, 10 տարեկան այդ տղայի ընտանիքին, կենսագրությանը, բացառիկ մտավորականի ծնունդ, մտավորական գենետիկայով եւ պարզվում է ամեն շաբաթ իրենց ընտանիքը ամեն շաբաթ գնում է պատարակի։ Չեմ ուզում գնահատական տալ։ Ինչ ես գնացել խանգարելու։ Ես կարող եմ ասել, որ դու գնացել ես սադրելու եւ սադրեցիր։ Մի բան կարող եմ ասել։ Այդ մարդիկ, որոնք քեզ դուրս վռնդեցին եկեղեցու, մարդիկ էին, որոնք ասում, որոնք դրանով հանդերձ չնայած այդ երիտասարդի օրակարգը դա չէր, բայց մարդիկ քեզ ճանաչելով դուրս վռնդեցին, ասելով, որ դու մեր պետության պետք չես, մեր պետությանը պետք չես։ Մեղմ եմ ասում։ Եվ դու այդ պրովոկացիաներով ուզում ես ինչ-որ հարցեր լուծես, բայց իմացի, որ մի օր շատ ծանր կարող է, շատ ծանր հետևանք կարող է ունենալ։ Մի խոսքով, այդ սադրանքները, որ այսօր որտեղ գնում ես մի սադրանք տեղի է ունենում, որտեղ գնում ես մի վատ բան տեղի է ունենում, մարդկանց ձերբակալումը։ Եվ ամենահարցվորն է, այսինքն այս երկու օրը մի բան տեղի ունեցա, որ ճշգրիտ տվեց այս այսօրվա իշխանության եւ կառույցների գնահատականը։ Պարզվում է երիտասարդը, որը ներողություն թքել էր այս Նիկոլ Փաշինյանի մեքենայի վրա, որը դուրս էր եկել կուսակցական կառույցությամբ էր զբաղվում, նրան ձերբակալեցին, չգիտեմ, 2 թե 3 օր պահեցին բանտում, իսկ որ այդ ազգային ժողովի նախագահը պետք է այստեղ ասեմ, այդ այցեքարտով մարմնավաճառը, որ մարդկանց, այսինքն թիկնապանները բռնում են, ոլորում են մարդկանց, մարդու ձեռքը, երիտասարդի Կարինի ձեռքը եւ թքում են նրա վրա, նա ոչ մի պատասխանատվություն չի կրում։ Հասկանում եք, սա է ողբերգությունը, մեր պետության իրական կերպարը սա է։ Այն դեպքում, որ իրավագիտության հետ մի քիչ կապ ունեցող մարդը պետք է հասկանա, որ այս անբարոյականի արածը առնվազն 2 հոդվածներով քրեական վարույթի արժանի գործ է։ Մարդու իրավունքների կոպիտ խախտում եւ պաշտոնական դիրքի չարաշահում, բայց ոչ։ Գլխավոր դատախազը արդարացնում է ասելով, որ օրենքի խախտում չկա, բայց այս տղան, որ թքել է այդ մեքենայի վրա, նա պետք է ձերբակալվի։ Սա եք դուք սա եք։ Չեմ կարծում, որ իրենք կարող են վերարտադրվել, չեմ կարծում։ Ինձ չի ճիշտ է այսօր պեսիմիստական տրամադրություններ կան, նաև շահարկվում են ինչ-որ բաներ, իհարկե կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ այս ամեն ինչում, բայց հնարավոր չի չտեսնել, որ այս մարդը գլխատել է պետություն եւ պետությունը տանում է այսպես ամեն օր գահավիժման։ Իսկ իր հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ մեկ անգամ եւս շատ հստակ ասաց, որ գիտեք, այստեղ այսպես ասեմ, ինքը թշնամուն բերեց մտցրեց մեր պետության անկողին, մեր թշնամուն մտցրեց անկողին, իսկ թշնամին երբ մտնում է ննջարան, գիտի ինչով պետք է զբաղվի, դրանով չբավարարվեց, հիմա էլ այս ինչ որ արվում է, ասենք Ալիևի հետ Էրդողանի հետ, բերել մտցրել է իր անմիջապես ննջարան եւ ուզում է, որ բոլորս համաձայնենք դրա հետ եւ նույն քայլը անենք, կոպիտ եմ ասում, բայց ճշգրիտ բնորոշում եմ, ճշգրիտ գնահատում եմ այն վիճակին, ինչով մենք ապրում ենք, մենք մի հարց ունենք, մենք կողմ ենք, որ դա արվի,
Գիտեք, մարդիկ կան, որ հիմա պինդ կանգնել են այս վիժվածքի կողքի եւ ասում են մենք գերադասում ենք դառնալ Թուրքի շուն։ Կան այդ մարդիկ, որոնք ուզում են որ տանել իրենց ննջարան մտցնեն Թուրքին։ Շատ բարձ եմ ասում։ Բայց կարծում եմ մեր հավաքական միտքը պետք է գիտակցի, որ ամեն գնով պետք է կարողանանք մերժել այդ մոտեցումը։ Մեր բարերը, այսինքն այն բարերը, որ պետք է ասեմ, ստիպված եմ չասել եւ ասեմ, որ պետք է մերժել այդ մոտեցումը եւ կմերժենք։ Ես չեմ կարծում, որ այս ապագա զարգացումների հետ կապված որևէ մեկը կարող է ճշգրիտ ասել ինչ է սպասվում մեզ, ինչ է սպասվում մեր պետության, մեր ժողովրդին։ Շատ անկանխատեսելի է, բայց էլի կրկնում եմ։ Նորմալ ղեկավարություն ունենալու դեպքում զարգացումների մեջ կարող ենք ունենալ որոշակի դերակատարություն եւ իշա մեր պետությանը, մեր հասարակությանը, մեր ազգի որոշակի քայլեր ձեռնարկել։ Հավարտում եմ այս թեման հետեւյալով, որ դրա համար անհրաժեշտ է ազատվել այսօրվա իշխանությունից, իսկ այսօրվա իշխանությունը մի դեմք ունի։ Այս ռեշը, այս ազգակործան պատուհաշ, այս Արուն Ռուշտը, որից պետք է ազատվել եւ կարծում եմ, եթե մինչեւ հունիսի 7-ը չենք ազատվելու, գոնե գնանք ընտրությունների արդեն այդ հարցը լուծած, արդեն կարողանալ հասկանալ, որ գնում ենք ընտրությունների, ուղղակի արդեն ձևակերպենք այն, ինչ դե ֆակտո ունենք։ Պետք է գնանք ընտրության արդեն սրանից ազատված։ Հիմա երրորդ հարցին, որը ինչ որտեղ առիթ տվեց, որ այսօր ես հյուրընկալվեմ այելի ակումբում, 3 ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարց տվեց, անունազգանունը, հարց տվեց Նիկոլ Փաշինյանին, թե Ռուբեն Հակոբյանը ձեզ տարբեր լրատվամիջոցների, այսինքն ելույթների ժամանակ իր գրառումներով ձեզ մեղադրում է պետական հանցագործությունների մեջ եւ գտնում է, որ դուք պետք է պատասխանատվության ենթարկվեք, պետք է պատասխան տաք։ Ընդ որում բերում է փաստեր, այդ փաստերին հիմա ես կանադառնամ եւ ասում է ինչ կարծիք եք այդ մասին, արդյոք համապատասխանում է իրականության այն փաստերը, որոնք պատճառ են դառնում, որոնց վրա հիմնվելով Ռուբեն Հակոբյանը ձեզ դիտում է, որ դուք պետական հանցագործել եւ պետք է պատասխանատվության ենթարկեք։ Միանգամից ինքը պատասխանում է ոչ։ Չէ, լրագրողը հարցնում է, դուք տեղյակ եք, ծանոթ եք այդ մեղադրանքներին։ Ինքը միանգամից ասում է ոչ, ասում է լավ, ինչ կասեք, ամենայն դեպս եթե տեղյակ չեք, ինչ կասեք այն ինչ որ ես ներկայացրեցի, ասում է ես արդեն ձեր հարցին պատասխանել եմ։ Հիմա իմ ասածը հետեւյալն է, որը կարծում եմ ուրեմն լրագրողը Մանե Գևորգյան, երիտասարդ աղջիկ, շնորհակալություն աղջիկը, շատ ճիշտ, առաջ անգամ եմ տեսնում լրատվադաշտում, շնորհակալ եմ, որ այդ հարցը բարձրացրել ես եւ կցանկանայի, որ այդ լրջությամբ շարունակես այդ ոլորտում քո գործունեությունը, լրագրությունը դա բավականին լուրջ, շատ պատասխանատու ոլորտ է եւ ճիշտ կլինի եւ ընդդիմության ներկայացուցիչներից եւ իշխանության նրանցից պատասխան պահանջել իրենց արածի եւ չարածի համար։ Ես դիտում եմ, որ այս քո հարցադրումը հենց դրան է վերաբերում։ Ինչ եմ ես ասել եւ հիմա պետք է կրկնեմ։ Ես ասել եմ, որ դու պետական հանցագործ ես։ Դու տապալել ես պետության մեջ սահմանադրական կարգը։ Բերել եմ մի օրինակ, որ դատարանների շրջափակումը, որը քո հրանգով եւ հրամանով եղավ, եւ ոստիկանությունը ապահովեց այդ շրջափակումը, դա սահմանադրական կարգի տապալում է։ Ես կուզենամ, որ այդ օրինակ ներքին գործերի նախարար, արդարադատության նախարար, ԱԱԾ-ի պետ, մարդու իրավունքներ, դատախազ եւ այլն, բոլորին նստացնես կողքը։ Եթե որևէ մեկը կասի, որ սա պետական, այսինքն սա սահմանադրական կարգի տապալում չի եւ կարող է ապացուցել, պատրաստ եմ ներողություն խնդրել։ Այդ նույն մարդկանց ներկայությամբ ես հիմա ասում եմ, դու օգտագործելով քո կարգավիճակը վարչապետ լինելու ազգային ժողովի ամբիոնից հայտարարեցիր, որ ես կարող էի ունենալ, այսօր մենք կարող էինք ունենալ այն նույն իրավիճակ կամ այն նույն, այսպես նշաձող ինչ որ այսօր ունեն Ղարաբաղի, Արցախի հետ կապված, բայց առանց զոհերի, հազարավոր զոհերի։ Բայց այդ ժամանակ ժողովրդից կասեր դու ազգի դավաճան ես։ Ինչ է ենթադրում էր, որ պետք է ուրեմն հրաժեշտ տանեմ իշխանությանը։ Սա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ
դու քո իշխանությունը պահելու համար գլխատել ես հազարավոր մեր զինվորների։ Կարող է որևէ մեկը հակառակը ապացուցել։ Սա փաստ է եւ որևէ մեկը չի կարող։ Այս վերջերս ուզում եմ մի քիչ խմբագրել, ասում եմ ճիշտ է, մենք գնացինք, մենք այս Արցախի հետ կապված հարցը այնպես է ներկայացնում, որ Արցախով մենք կարողացանք փրկել Հայաստանը, սուտ ես ասում։ Այն ավելի անկեղծ է այն ժամանակ, երբ ասում էի, այսքան զոհ տվեցի, նո մոտ 5000 զոհ տվեցի, որպեսզի ես կարողանամ պահել իմ իշխանությունը։ Դա ինչ է։ Դա հանցագործություն չի, պետական հանցագործություն։ Այդ քո կողքին նստածները, որ պետք է նստեն, վստահ եմ իմ անպայման կտեղեկացվես։ Ինչ պետք է ասենք, ասեմ, որ դա պետական հանցագործություն չի։ Այսինքն հանցագործություն չէր այն, որ քո տեգիտությունը դա դարձավ շատ մեծ ողբերգության առիթ, եթե չասեմ պատճառ։ Երբ հայտարարվեց 19 թվականի, կարծեմ օգոստոսներ Ստեփանակերտում, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, ինչը լեգիտիմ հնարավորություն ընձեռեց Ադրբեջանին, որպեսզի նա այդ 44 օրյա պատերազմը նախաձեռնի։ Գիտեք, ովքեր որ մի քիչ դիվանագիտական այդ ամբիոններին կամ թե ինչ է կատարում դիվանագիտական միջազգային ամբիոններում ինչ է կատարում, եթե ուշադրություն դարձրած լինենք, տեսնենք, որ ընդամենը 2 շաբաթվա ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմը ուղղակի ամբողջ միջազգային կառույցները, դիվանագիտական արտակները լսեցին նրանով, որ մի հավատացեք այս հայերի ավանտյուրային, այդ որ ասում են ինքնորոշման մասին է խոսքը։ Երբ թիվ 1 դեմքը ասում է Արցախ Հայաստանը եւ վերջ, սա հողային պահանջ է։ Ես ել եմ ասել այդ մասին, սրա վրա շատ լուրջ ուշադրություն չդարձրեցինք եւ լեգիտիմ հնարավորություն էր դա, որ չկա իսկապես աշխարհում, այսինքն միջազգային նորմերով չկա որևէ նոր, որ արգելի որևէ պետության, որպեսզի տեր կանգնի տարածքային ամբողջականությանը։ Երբ խոսում ենք պատերազմի մասին, այո, ես ասում եմ, որ դու ինքդ ես սադրել այդ պատերազմը։ Ինչի արդյունքում ինչ ունեն։ Գլխատված Արցախ, էթնոզտված Արցախ եւ այդ կապիտուլյացիան դեռ շարունակվում է, դրա վկան 220 քառակուսի կիլոմետրն է, որ մեր տարածքից այսօր նվաճել են մեր թշնամիները եւ գիտեք ինչ, ամբողջ ցավն այն է, որ չկա այդպիսի մի ռազմավարական նշանակության կետ, որը չգտնվի Ադրբեջանի իսկական ներքո։ Դրանք գիտեն ինչ են անում։ Եվ այնտեղ որտեղ այդ 200 թե 220 քառակուսի կիլոմետրը որ կա, արդեն այնպես են բնավորվել, տնավորվել, որ նայողները, ովքեր որ տեղյակ են ինչ է կատարում, մտածում են նրանք այստեղից գնացող չեն։ Շատ չմանրամասնեմ, շատ չկրկնվեմ, չարիք ես, դու չարիք ես։ Մյուսը, մենք Գերագույն խորհրդում 1992 թվականի հունիսներ կարծեմ, հունիսներ, այո, Գերագույն խորհրդում որոշում ընդունեցինք, այդ ժամանակ հարց էր դրված, պետք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ՀԱԿ-ին մի 30,000-անոց միտինգ տեղ ունեցավ եւ այլն, այսպես կոմպրոմիսային տարբերակ։ Որպես կոմպրոմիսային տարբերակ մի համանդրական որոշում ընդունեցինք, որ որևէ մեկը իրավունք չունի Լեռնային Ղարաբաղը դիտել Ադրբեջանի կազմում։ Կրկնում եմ 92 թիվ ամառ։ Դու 22 թվականի հոկտեմբերի 6-ին Պրագայում ստորագրեցիր, հայտարարեցիր, որ մաս է կազմում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին։ Դրանով դու մի քիչ որ ծանոթանում ես ադրբեջանական մամուլին, նրանք շատ ավելի մանրամասն են գրում, հայտարարեցին, որ մենք օկուպանտ ենք եղել, այս ամբողջ ընթացքում օկուպացիայի են ենթարկել Ադրբեջանի, չգիտեմ, դեռ 20% այդպես են ասում, հիմա կարևոր չի 20, 10 թե 30%-ը, եւ միջազգային նորմերի սահմաններում այսօր միանգամից Ադրբեջանը հայտ ներկայացրեց, պահանջ, որ պետք է ռազմական կոնտրիբուցիա, պետք է հատուցման հարց է դրել մոտ 150 միլիարդ դոլարի։ Այն որ ասում ես հատիկ $4000-անոց մեքենա ես վերցնում, ասում ես տեսեք հետ են բերում թալանած եւ այլն։ Դուք մեր սերունդի, մեր երեխեքի, մեր թորների վրա գիտեք ինչ լուծ եք դրել։ Կա որևէ մեկը որ կարող է դեմ լինել կողքիդ նստածներից, որ ասի ոչ։ Նրանք չէ, ես ինչ որ ասում եմ փաստերն եմ ուղղակի արձանագրում։ Նույնիսկ հիշում եմ, որ նրանց եթե չեմ սխալվում հանձնաժողովի մեջլիսի հանձնաժողովի նախագահներից մեկը ասաց միջազգային փորձը նախադեպը առաջ բերելով ասաց, որ կան պետություններ, դա Հարավային Ամերիկայում է, որ երբ չեն կարողացել այդ ատուցումը, այդ վերադարձը կատարել, նրանք տերիտորիաներով են, հա, այդ վերադարձ հատուցումը կատարել, նկատի ունենալով, որ
Հարավելևս որ իրենք ունեն Ղարաբաղյան այդ Զանգուզիրու միջանցքի հետ կապված հարցեր ունեն 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարց ունեն գոչային կոչում Սևանի վերև հյուսիսային մասն են դիտում որ իրենցն է պատկանում Վարդենիսը որը իրենք առաջ Բասարգեչար էին անվանում մեր մոտ էլ էր ֆիքսվում այդպես դուք ինչով ես զբաղված գիտեք ես գիտեմ մի բան որ դու շատ բաներ անում ես քո գիտության պատճառով բաներ կան որ դու մոնավոր ես անում դու սրբություն չունես իշխանություն պահելու համար պատրաստ ես ամեն ինչի բայց բաներ էլ կան որտեվ տգետ ես օրինակ դիվանագիտությունից քաղաքականությունից բացարձակ ոչինչ չես հասկանում մենակ այն չափն ես հասկանում թե ինչպես պահել իշխանությունը ինչպես խոսեմ որ պահեմ իշխանությունը բայց դա էլ արդեն չի հասնում որտեվ թե Արևմուտքը թե Ռուսաստանը գիտեն որ գործ ունեն անվստահելի իշխանատենչ մեկի հետ որը տառապում է գիտությամբ եւ իշխանատենչությամբ հիմա մենք այդ վիճակում ենք Ես չգիտեմ, բոլոր դեպքերում երկու օրինակ էլ բերեմ, այդ թղթակիցը ոչ բոլոր օրինակները թվարկեց։ Լրագրողը աշխատած ժամանակ դու զբաղվել ես դրամաշուրթությամբ։ Հիշում եմ, որ երբ հարցվեցին, որ քեզ Միքայել Մինասյանը փող է փոխանցել, այսպես մի լաչառի տոնով ոնց թե ես եմ իրեն պահել, ինքը ինձ փող չի փոխանցել։ Հիմա ասում եմ հետեւյալը ամենայն պատասխանատվությամբ։ Այն կերպարը, այն մարդը, այն անձնավորությունը, որ այդ փողը ծրարով փոխանցել է ազգային ժողովի խմբակցություններից մեկի այդ խմբակցություններից մեկի ղեկավարի կողմից փոխանցել է քեզ ծրարով փողը ինքը ասում է պատրաստ եմ գամ եւ ապացուցեմ որ դա այդպես է եղել որտեղ ինքը եղել է մասնակիցը եթե չասեմ որ հենց ինքն է եղել փոխանցողը եւ նաեւ ասել եմ որ եթե ինչ որ ժամանակ է ֆիքսված եղել մեր երկու ուշացրել են դու նրան փոխանցել ես այդ ազգային ժողովի խմբակցության ղեկավարին, որ եթե այսօր մինչև այսօր այսինչ ժամը դա չփոխանցվեց, վաղը թերթում քո երն անիծելու եմ, դու դա ես եղել։ Դու նաև մի նոր փաստել իմացա, որ այնպես ես հասցրել մեր գործարարներից մեկին հասցրել ես այն վիճակին, որ նա եկել է հենց խմբագրությունում քեզ ցեցել է եւ ոչ մենակ քեզ, եւ այնտեղ ինչ որ չգիտեմ տեխնիկայի հետ կապված խնդիրներ է ստեղծել։ Եվ երբ ժուրնալիստները, լրագրողական այդ կառույցները փորձել են հայտարարությամբ հանդես գալ դատապարտել, կանխել ես նրանց։ Փաստորեն այդ ծեծը դու քո մարմինը վաճառք ես անել, եւ դրա փոխարեն ստացել ես 40-50,000 $։ Ականատեսը կարող է դա գալ, ես կրկնում եմ, ամեն բառիս համար ես պատասխանատու եմ։ Վատ եմ զգում, որ նստել այդ մասին եմ խոսում, բայց ասում եմ, այսպես մի ոչնչություն այսօր ղեկավարում եմ ես, իմ պետությունը, իմ երեխաների, իմ թոռների ապագան, այս մարդը այսօր այդ մակարդակով է ներկայացնում աշխարհին։ Ընդհանրապես քո կերպարի հետ կապված նաև գիտեմ ուրիշ դեպքեր սադրել ես, մայքից փող ես վերցրել, չես արել դա, հետո քեզ տարել փակել են ավանի տարածքներից մեկում։ Այսինքն քո կերպարը ներողություն, քո կերպարի մասին չեմ կարող որևէ լավ բան ասել, բայց նաև նույնիսկ ամաչում եմ ցիտել այն եզրույթները, որ դու օգտագործել ես։ Ես մի անգամ ազգային ժողովում ելույթի ժամանակ, երբ հրավիրված ինչ-որ քննարկում էր, հիշում ես ինչ ես ասել ընդդիմության ասեն, երբ ասել ես ընդդիմությանը այս ինչ բանը կանեմ, ամաչում եմ ասել ինչ, եւ ձեռքով ցույց ես տվել։ Ես էլ ասեմ ղալատ կան այս սրիկա, ախր քեզ բաղուց ճանաչում եմ։ Քեզ կամ են այդ քարտո մարմնավաճառը, որ այդ մարդու Կարենի, այդ Կարենը հրաշալի տղա է, ճանաչում եմ իրեն, իր հորը, քերիներին, Վահեին, Վարանդին եմ ճանաչում, հրաշալի ազգային ընտանիք Բեյրութից։ Ես վստահ եմ, եթե մենակ լինեիր Կարենի հետ, չէիր համարձակվի։ Իսկ եթե համարձակվեիր ազգային ժողովին նախագահ, ակաշները Չանթուլի նման ինքը կկտրեր։ Եվ դու քեզ թույլ ես տալիս նման բաներ անել։ Չես մտածում, որ վաղը մյուս օր կարող է դու պետք է պատասխան տաս, չէ՞, հիմա ամեն վայրկյան չի որ կլինես, ամեն օր չի կամ քո կյանքի ամբողջ ընթացքը այնպես չի որ կլինես տիգնապահներով, բայց պետք է պատասխան տաս, չէ՞։ Երկու օրինակ բերեմ ինձ հետ կապված։ Այդ քննարկումներից մեկի ժամանակ ուրեմն հրավիրվել էի, չգիտեմ, ինչ-որ քննարկում էր ազգային ժողովում, իմ բուլղարացի, այս մասին ասել եմ, բայց կրկնվելով մի անգամ էլ պիտի ասեմ, որ կերպարը ամբողջացնեմ եւ ասեմ ինչու եմ քո նկատմամբ այդպես տրամադրված ազգային ժողովի նախագահ։ Զանգում ասում է Ռուբեն ճիշտ է, որ ես չգիտեմ, չինական թե բան է, բազմամիլիոն տիրաժանոց մի թերթում գրված է, որ Հայաստանի ազգային ժողովի նախագահը թքել է քաղաքացու վրա եւ շարունակում է իր գործունեությունը։ Ինչ պիտի ասի, իրականությունը այն է, որ այո, եւ ինքը ասում է, չէ, ես սպասում, մենք ձեր մասին էս ինչ է կատարում։ Միջնադար եք, ինչ եք։ Շատ մտերիմ ենք իրար հետ, իրավունք ունենք մի քիչ նաև խոհանոցային զրույցունակ, իսկապես երբ եղել եմ դիվանագիտական գործի, առավելևս դու այն եմ եղել դիվանագիտական կորպուսի,
այն արգանքը, որ ունեցել են հայոց պետության նկատմամբ, ես շտապարտացել եմ։ Չեմ նախանձում այսօրվա դիվանագետներին, այս խեղճ ու կրակ վիճակը, այս ստորացված վիճակը։ Ես ելույթ եմ ունենում, ասում եմ, մարդ գետին է մտնում, որ ունի այսպիսի ազգային ժողովի նախագահ, այս կերպարը կա։ Ինչ որ բաներ եմ ասում։ Դուրս եմ գալիս ժամ ու կես հետո, ինչ որ մեկ էլ տեսնում եմ մի քանի հոգի գալիս են թևերս բռնում են, բռնությամբ, բռի ուժով ինձ դուրս են անում ազգային ժողովից։ Չեն թողում Անձերևանոցը վերցնեմ։ Հետո պարզվում է որ ինքն էր անգել։ Ոչ չասես, այ սերի կա, գետինը չես մտնում, դու գայիր։ Ախր գիտեմ ղզիկ դու չէիր գա։ ՊՊՑ-ն պետական պահպանության ծառայությունը կոչված է որպեսզի ապահովի ազգային ժողովի անվտանգությունը։ Ես ավելի սուր ելույթներ եմ ունեցել եւ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ եւ Սերժ Սարգսյանի ժամանակ միշտ ընդդիմություն եմ եղել։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ դիվանագիտական գործի եմ եղել։ Ես երբեք ոչ մի վարքյան չեմ հեռացել իմ մոտեցումներից։ Այդ ինչ սերիկայություն ես անում, ուղարկում ես որպեսի բան անեն, հա։ Չգիտեմ, դրանց համար դու պիտի պատասխան տաս, այնպես չի որ կարողացել ես 70 տարեկան մարդուն ուղարկել, որ այդ ՊՊՑ-ի աշխատողները դուրս անում, տենց հիմա էլ ասես քո ղզիկ կերպարով բան ես ներկայացնում, կամ ինչ-որ հրավիրել էին, լավ շարունակեմ, ամեն մեկը պետք է պատասխան տա իր արածի համար, այդ որ այսօր թիկնապաներով շրջապատված են սերիկայություններ եք անում, եկեղեցիում կլինի, թե ազգային ժողովում, դու ինչ-որ պահի պետք է պատասխան տաք, հասկանում եք, դուք ուղղակի կյանքը չեք ճանաչել երբեք, ձեր երկուսի են կաշին դաբախանից գիտեմ, դուք մարդկային որակներ չունեք, ոչ մարդկային, ոչ քաղաքական, ոչ բարոյական, ոչ ընտանեկան, դրա համար էլ դուք միտեղ եք ընկել, որ ձեզ թվում է, թե դուք ամենաամենան եք եւ դա միշտ է լինելու։ Ես ասում եմ, դա միշտ չի լինելու եւ դուք ամենաամենա չեք։ Եթե ամենաամենա եք, ապա շատ սերիկա ամենաամենա եք։ Դուք կործանում եք այս պետությունը։ Մի խոսք էլ չեմ կարող չասել այն նախագահի հասցեին, որ այսպես բան, այսպես ուզված, ուսմունքով, բան Ալիևից շնորհակալություն է հայտնում։ Այսինքն շնորհակալություն ես հայտնում ինչի համար նախագահ կոչված, որ նա հերոսի կոչում է տվել նրանով, որ Գուրգեն Մարգարյանն է կասնարել քնած ժամանակ։ Շնորհակալություն ես հայտնում նրա համար, որ ինքը էթնոզտել է, գլխատել է Արցախը։ Լավ, այս ինչ տիտանիկի, այսպես բան դարձավ, այս ովքեր են այսօր եկել լցվել այդ նավի մեջ եւ ղեկավարում Հայաստանը։ Չգիտեմ, մի քիչ չեմ կարող խոսել այս թեմաներից չուզվեմ, բայց այդ անդերս ասում եմ հետեւյալը։ Գիտեք, այնքան ես հիմա երևի են այցեքարտով մարմնավաճառ ազգային ժողովի նախագահ Երևի Տատախազին արդեն ասում են, նայեք, ես բառեր եմ օգտագործում, շուտ նորից միջնորդություն ստորագրել որպեսզի ձերբակալեն։ Այս կյանքը այնքան տհաճ է արդեն, ձեր ղեկավարության օրոք ապրելը, դա չգիտեմ ինչ է։ Ավարտում եմ խոսքս հետեւյալով։ Ես էլ եմ կրկնում, ես այդպես այնպես չի, որ անուղղել լավատես եմ, չէ, ես ռեալ պոլիտիկի դիրքերից եմ միշտ խոսել եւ մնացել եմ այդ սկզբունքին։ Ես կարծում եմ, որ վերջին օրերն է իրենց։ Քիչ առաջ ասացի, որ եթե մինչև ընտրությունները չեն կարողանում իրեն հեռացնել իշխանությունից, պետք է ընտրություններին գնալ արդեն հաղթած։ Ըստ այ մեր ժողովուրդը պետք է գիտակցի վիճակը։ Այստեղ կարևոր չի, գիտեք, միայն իր կողքը չկանգնեք, իրեն ձայն չտակ եւ մեծ մասնակցություն ունենանք, տվեք ձայն ումն ուզում եք։ Ես ունեմ իմ կողմնորոշումը, առաջիկայում կասեմ։ Պետք է հեռացնել իրեն իշխանությունից։ Իրեն նույնիսկ ֆիզիկապես բան պետք չի անել։ Ինքը մի 20 հոգի կան, որոնք պետք է պատասխան տան այս ազգին, մեր պետության այս վիճակին հասնելու համար եւ նրանք պետք է փտեն բանտում իսկապես, հա, այդ առաջին դեմքերը, որ այսօր ներկայացնում են Հայաստանը, մենք պետք է հեռացնենք նրանց իշխանությունից։ Եվ այս առումով պետք է բոլորս պատրաստ լինենք դրան եւ գիտեք, ապրելու մի ձև կա, որը չապրել է նշանակում։ Այսօր մեզանից շատերը այդ չապրելու կարգավիճակում ենք ապրում, այսպես ասած։ Կրկին անգամ շնորհակալություն Այելի ակումբի եւ Անժելային այս հնարավորությունը ձեռելու համար, կհանդիպենք առաջիկայում, բարին ընդ ձեզ։